Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարումից եւ 2025-ի Վաշինգտոնյան համաձայնագրից հետո ինչ կարգավիճակ ունի Հայաստանի քննչական կոմիտեի այն հատուկ ստորաբաժանումը կամ խումբը, որը զբաղվում էր ադրբեջանական ռազմական հանցագործությունների քննությամբ։ Արդյոք այս մարմինը դեռևս գործում է եւ ինչպես է խաղաղության պայմանագիրն անդրադառնում Ադրբեջանի զինծառայողների նկատմամբ հարուցված ներպետական քրեական վարույթներին, ինչու եմ ասում, որտեղ արկային բազմաթիվ հավաստի տեսանյութեր, ինչպիսիք են 2020-ի Հադրութի մահապատիժները եւ 2022-ի իշխանասարի վայրագությունները, որոնք ցուցադրում են հայ ռազմագերիների խոշտանգումներն ու արտադատարանական սպանությունները։ Արդյոք այս տեսանյութերի հիման վրա հարուցված քրեական գործերը դեռ բաց են, թե դրանք կարճվել են խաղաղության բանակցություններում քննարկված հայցերի փոխադարձ հետկանչման շրջանակում։ Առաջին հարցի վերաբերյալ չեմ կարող պատասխանել, որովհետև տեղյակ չեմ եւ դա իմ լիազորությունների մեջ չի մտնում։ Երկրորդ հարցի վերաբերյալ դուք գիտեք, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է եւ խաղաղության համաձայնագիրը ստորագրված եւ վավերացված չէ եւ հետեւաբար ներպետական ընթացակարգերում դրա հետ կապել կոնկրետ որևէ հնարավոր իրադարձություն այնքան էլ տրամաբանական չէ։ Ես չեմ կարծում, թե դրա հետ կապված որևէ իրադարձություն տեղի չի ունեցել։ Ինչ վերաբերվում է մնացած հարցերին, կարծում եմ էլի խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակային է եւ այն ինչ որ դուք ասում եք, ինքը նաեւ իրավական վերլուծության պիտի ենթարկվի, որպեսզի պարզաբանվի ձեր ասածը ընդհանրապես այդտեղ պատճառահետևանքային կապեր կան, կարող են լինել, թե չեն կարող լինել։